Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցավ առողջապահության նախարարի ինտերպրետացիան։ Միխայել Սարջվելաձեն օրենսդիր մարմնում ելույթ ունեցավ եւ քննադատական գնահատականների արժանացավ Գախարիայի թիմի բուռն վիճաբանության ֆոնին։ Օրենսդիրների հարցերը վերաբերում էին Դյուշենի մկանային դիստրաֆիայով տառապող երեխաների դեղորայքով ապահովելուն, ինչպես նաև ուռուցքաբանական հիվանդների բուժման պետական ծրագրին։ Հարցաքննության կանոնակարգով խորհրդարանում իր ելույթի ժամանակ առողջապահության նախարար Միխայել Սարջվելաձեն քննարկեց Դյուշենի մկանային դիստրաֆիայի դեղամիջոցները եւ դրանց Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ընդունված պրակտիկան։ Կենտրոնացավ յուրաքանչյուր դեղամիջոցի վրա առանձին։ Դյուշենի մկանային դիստրաֆիայով տառապող երեխաների ծնողները մամուլի ասուլիս են հրավիրել կառավարության գրասենյակում, որտեղ արձագանքել են Միխայել Սարջվելաձեի այսօրվա հայտարարությանը։ Նրանց խոսքով թվարկված դեղամիջոցները ժամանակակից են եւ փորձարկված են Ամերիկայում եւ Եվրոպայում։ Ծնողների խոսքով անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Միխայել Սարջվելաձեն, քանի որ նույնիսկ ESD-ի ճանաչումը բավարար է երեխաներին փրկելու համար։ Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է փոփոխությունները, որոնք կառավարությունում ներմուծում են իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոն։ Փոփոխությունները քվեարկվել են այսօրվա լիագումար նիստում, նախագծին կողմ է քննարկել 84 պատգամավոր, դեմ 10։ Վարչապետը պաշտոնապես ներկայացրեց Գեգա Գելաձեին պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Խոսեց Գելաձեի ներքին գործերի նախարարությունում արդյունավետ աշխատանքի մասին, շեշտը դրեց թմրանյութերի դեմ պայքարի վրա։ Մամուկամ Դինարաձեն, որը կզբաղեցնի պետական նախարարի եւ իրավապահ մարմինների համակարգման հարցերով փոխվարչապետի պաշտոնը, շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին եւ հաջողություններ մաղթեց գործակալության նոր ղեկավարին։ Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել է 84 անձի։ Առևանգվել է խոշոր քանակությամբ թմրանյութ, հրազեն եւ զինամթերք։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց անձնական բնակելի տների եւ մեքենաների, ինչպես նաեւ իրենց կողմից նշված վայրերից խուզարկության ժամանակ որպես ապացույց առևանգվել են տարբեր տեսակի թմրանյութեր։ Ձերբակալվածներին արդեն մեղադրանք է առաջադրվել, դատարանը աստիճանաբար քննարկում է ձերբակալվածների համար կանխարգելիչ միջոցառումները։ Վրաստանը եւ Հայաստանը 2029 թվականին կընդունեն FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Որոշումը կայացվել է Կանադայում կայացած համաշխարհային ֆուտբոլի կառավարման մարմնի խորհրդի նիստում։ Վրաստանն ու Հայաստանը համատեղ հայտ էին ներկայացրել 2024 թվականի հունիսին։ FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը անցկացվում է 2 տարի մեկ անգամ 1977 թվականից ի վեր։ Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը նշում է, որ Վաշինգտոնը այլևս չի կարողանում թելադրել իր քաղաքականությունը անկախ երկրներին, եւ որ Ամերիկան պետք է մերժի իր անօրինական եւ իռացիոնալ պահանջները։ Հրատարակության Will Street ժուրնալի տվյալներով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաձգված շրջափակմանը։ Ինչպես նշում է հրատարակությունը, վերջին հանդիպումների ժամանակ Թրամփը որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության եւ նավթի արտահանման վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ընդլայնել հարձակումների շարավիղը Ռուսաստանի ներսում։ Նախագահը նաև հրապարակել է նյութեր, որոնք ըստ նրա ցույց են տալիս 1500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի վրա հարձակումը։ Ինչպես պարզաբանում է Զելենսկին, նրանց նպատակն է անջատել նավթավերամշակման գործարանները, պահեստային օբյեկտները եւ նավահանգիստները, որոնք սնուցում են Ռուսաստանի բյուջեն։
Բացվել է Էրիսյոնի նոր շենքը, շենքի վերակառուցման և վերականգնման աշխատանքները տևեց 3 տարի։ Վրաստանի ժողովրդական երգի և պարի պետական ակադեմիական անսամբլը իր պատմության մեջ առաջին անգամ ունի իր սեփական շենքը։ Ժամանակակից չափանիշներին համապատասխանող 4080 քառակուսի մետր մակերեսով շենքը ներառում է 2 փորձասրահ, որոնցից մեկը նույնպես համերգային նպատակներով էլ կարող է օգտագործվել։ Շենքում տեղակայված է Էրիսյոնի դպրոց-ստուդիայի մինչև 900 երեխաների համար նախատեսված փորձասրահ, դերասանների հանդերձարաններ, ձայնագրման ստուդիա, անսամբլի վարչակազմի գրասենյակային տարածքներ։